դա առաջի հարցը։ Երկրորդը, նպատակը իհարկե լավ է, որովհետև այո, շատ մեծ ռիսկ է եղել եւ կարծում եմ շատերը գիտեն, թե դա ինչ ռիսկի բերեց ատոմակայանի վրա, երբ ժարգոնով ասած կեղտոտ արևի հատակարարումը առաջարկը պիկը անցավ։ Բայց մի հարց ունեմ տալու, այսքան բանկերը ինչ է տեղի ունենում, վերցնում է կառավարությունը, վարկը, տալիս է կենտրոնական բանկին, կենտրոնական բանկը տալիս է մասնակոմերցիոն բանկերին։ Այդ է սխեման ինչքան հասկացա։ Հիմա ինչ ենք այսպես գնում, եթե բանկերը իրենք ունեն հասանելիություն կապիտալին եւ կարող են ուղղակի դիմել հենց թեկուզ KFW բանկին կամ այլ բանկերին եւ ստանալ այդ գումարը։ Ինչ ենք մենք վերցնում այդ հավելյալ բեռը պետության վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, ես ըստ էության մեխանիզմների, տրամադրման մեխանիզմների մասով որևէ այլ բան չեմ կարողանա ավելացնել, որովհետև հայ-գերմանական տեխնիկա-ֆինանսական համագործակցության համաձայնագրի այն տարբերակը, որը ըստ էության նախանշվել է դեռևս 23 թվականի նոյեմբեր ամսին, ուղղակի մասնակցություն այդ process-ում չեմ ունեցել եւ որպես մարմին, ով ղեկավարում է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, մենք վերցրել ենք այդ պատասխանատվությունը, գործընթացը տանել մինչև վերջ, իհարկե այդ ընթացքում բազմաթիվ հարցեր ենք հնչեցրել, այդ թվում նաև նպատակահարմարության, այդ թվում նաև այդ կուտակիչների կտորը առանձնահատուկ շեշտվել է, որովհետև ինչ-որ փուլում արդեն իսկ միայն արևային պանելների վրա կենտրոնացումը դա ուղղակի կհակասեր մեր քաղաքականություններին, դրա համար նաև մի քանի բան ենք հաշվի առնել գործընթացը շարունակելու համար, առաջինը այն, որ իրապես ուրեմն կուտակիչների մասով մեր մոտ կա մեծ բաց, երկրորդը նաև որ կուտակիչները դեռևս այդքան հասանելի չեն իրենց ֆինանսական արժեքով եւ այդքան գրավիչ չեն, հետեւաբար լրացուցիչ խթան է պետք ֆինանսական, որպեսզի այդ համակարգը ուրեմն բիզնեսը մասնավոր հատվածը վերցնի եւ երրորդը իհարկե էներգոարդյունավետության եւ էներգախնայողության հետ կապված հարցերն են, որտեղ մենք ընդունեցինք այս տարի մեկը ընդունեցինք, մյուսը շուտով կընդունենք երկու կարևոր փաստաթուղթ, մեկը կանաչ տաքսոնոմիան է, նախ հաստատեցինք թե ինչն է ըստ էության կանաչ տնտեսություն, որոնք են այդ կանաչ ուղղությունները մեզ համար, երկրորդը արդեն կանաչ կայուն շրջանաձև տնտեսության ռազմավարությունը, որ կարելի ասել շատ շուտով կընդունենք, որովհետև ներ կառավարչական կառավարության մեջ բոլոր ներ ընթացակարգերը անցել է եւ կարծես թե ունենք վերջնական մեր նպատակներից մեկը եւ այդտեղ նաեւ առանձին շեշտադրել ենք այդ կանաչի կալկուլյատորների, կանաչի հաշվիչների հատվածը եւ նաեւ էներգախնայողության կտորը եւ այս կոնտեքստում ինքը նորից համընկնում էր մեր նպատակների, մեր ռազմավարությունների հետ, իսկ ուրեմն տոկոսադրույքները ըստ էության, քանի որ նաև այդտեղ փոփոխականության բան կա, եվրոբորի հատվածը կա, բնականաբար այդ պահին են հստակեցվելու եւ ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ տոկոսադրույքով են տրամադրվելու, բնականաբար կլինեն շատ ավելի ցածր տոկոսադրույքով, քան օրինակ այն միջոցները, որոնք որ կարող էին ենթադրաբար, ասենք, ներքին շուկայից վերցրած, չգիտեմ, ավանների կամ պարտատոմսերի եւ այլնի տեսքով լիներ։